Նոյեմբերի 21-ից 27-ը խոշոր հրդեհներ էին բռնկվել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, մարզերի բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում։ Հրշեջ փրկարանները հավատարի մասնագիտական պարտականություններին ու առաքելությանը անմիջապես անցել են հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը։ Լայնածավալ գործողությունների ներգրավվել է ավելի քան 2700 փրկարար ծառայող, շրջակա միջավայրի նախարարության, էկոպարեկային ծառայության, ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, 65 հիմնական եւ շուրջ 260 օժանդակ տեխնիկա, պաշտպանության նախարարության ուղղաթիռ, որով իրականացվել է 109 թռիչք օդային հետախուզման եւ հրդեհաշիջման նպատակով։ Ձևավորվել էր օպերատիվ շտաբ ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ։ Լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը տեղում իրականացնում էր ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն, պաշտոնական հարթակներում պարբերաբար ներկայացվում էր տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Մեծամասշտաբ հրդեհի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին։ Մարտունու, Վարդենյանց Լեռնանցքի, Զոլաքարի, Լճաշենի եւ այլ տարածքներում բռնկված օջախները մարելու նպատակով ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ուժերը անմիջապես անցել են հրդեհաշիջման գործողությունների։ Հրշեջ փրկարաններին հաջողվել է արդեն նոյեմբերի 25-ին նշված հատվածներում ամբողջովին մեկուսացնել հրդեհը, կանխելով կրակի տարածումը, անտարային հատվածներ եւ բնակելի գոտիներ։ Նոյեմբերի 22-ից 24-ը ահազանգեր են ստացվել նաեւ Տավուշի մարզի Նավուր բնակավայրի եւ Դիլիջան քաղաքի հարակից անտարածած տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Իրականացվել են մեծամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներ։ Դիլիջանի ոլորանների եւ Լեռնային Հայաստան առողջարանի մոտակա հատվածներում արձանագրված հրդեհները մարվել են։ Հրշեջ փրկարաններին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առողջարանային գոտի ու բնակելի տներ։ Իսկ լուրերն այն մասին, թե հրդեհների հետևանքով կենդանիներ են տուժել, ապա տեղեկատվություն է։ Նույն ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել նաեւ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի խոտածածկ եւ բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհների օջախներն ամբողջությամբ մարվել են, կանխվել է հրդեհների տարածումը դեպի բնակավայրեր, կենսական ենթակառուցվածքներ ու անտառային հատվածներ։ Հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել վերահսկողություն։ Ցավոք նոյեմբերի 26-ին ծառայական պարտականությունները կատարելիս զոհվել է հրշեջ փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը, եւս 4 հրշեջ փրկարար տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս ընթացքում ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում հրապարակվեցին չճշտված, որոշ դեպքերում նաեւ խոճապային տրամադրություններ հրահրող տեղեկություններ։ Փրկարար ծառայության կողմից օպերատիվ չգործելու, տեխնիկայի անբավարարվածության, իրավիճակը չվերահսկելու վերաբերյալ, իսկ իրականում փրկարարները համագործակցելով գործընկեր կառույցների աշխատակիցների հետ գործեցին պրոֆեսիոնալ եւ օպերատիվ։ Նրանք օրերի ընթացքում մարեցին հրդեհները, կանխեցին հետագա զարգացումները ու անդառնալի վնասը։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն։ Ցանկացած անփութություն եւ անուշադրություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Կրակ կամ ծուխ նկատելիս հորդորում ենք անմիջապես զանգահարել 911։